Այո, իհարկե։ Ինչն է ձեզ կապել միասնության թևերի։ Ինչն է կապել։ Նախ ես տեսնում եմ միասնության թևերի մեջ հատկապես հիմա որ հայաքվեի հետ նաև միացան եւ կարծում եմ բոլոր ուժերը, որոնք որ իրենց համար անընդունելի այս քաղաքականությունը, որը տարվում է Հայաստանում, ապազգային քաղաքականությունը, այն ուժերը, որոնք գերադասում են ազգային շահը, իրար միանում են։ Եվ ես կարծում եմ, որ եւ Արման Տատոյանը եւ Ավետիք Չալաբյանը իրենց ամբողջ կյանքով այդպես նվիրված մեր պետականությանը եւ մեր ազգային շահերին գնում են առաջ եւ բնականաբար ես համախոհ եմ։ Ինչ ակնկալիքներ կան ընտրությունների հետ կապված, հաշվի առնելով, որ Փաշինյանն էլ այսպես ավելի շահագրգռելու համար կենսաթոշակառուներին 10,000 դրամով թոշակը բարձրացրեց, արդյոք կխաբվեն դրանով մեր քաղաքացիները եւ ձայնը կտան ԿՊ-ին։ Ես կարծում եմ, որ անցել են այդ ժամանակները, երբ մեր ժողովուրդը խաբվում է։ Բայց նաև պիտի ասեմ, որ կենսաթոշակների հետ կապված հատկապես հիմա իմ պատկերացմամբ եւ իմ ընկալմամբ ամբողջությամբ տեղավորվում է ընդրակաշարքի կոնտեքստի, այո, դրամաբանության մեջ, ինչու հիմա, չնայած որ հայաքվեն արդեն սեպտեմբերից, անցած տարվա սեպտեմբերից սկսել էր եւ նույնիսկ 50% բարձրացնելու, սակայն հիմա շատ լավ է, սա եւս լավ է մեր թոշակառուների համար, որպես չի աշխատի, որովհետեւ հիմա մեր ժողովուրդը կարծում եմ, որ ես հաճախ ասում եմ, արթնացումը սկսված է, մեր ժողովրդի արթնացումը սկսված է, մարդը չի կարող անընդհատ խաբվել եւ ես վստահ եմ, որ այս ընտրություններին գահատենք մենք, այսինքն հայ ժողովուրդը գահատի եւ ովքեր որ կանգնած են հայ ժողովրդի եւ հայոց պետականության շահերի կողքին։ Պարոն Գրիգորյան, ես կխնդրեմ որպես երաժիշտ գնահատական տակ նաև Փաշինյանի թմբուկ զարկելուն, որովհետև դուք ասում եք, կարծում եմ չի խաբվի հանրությունը, բայց հանրության մի հատված ինչքան փայլուն շոր ուներ, հագավ եւ գնաց այդ վարչապետի կազմակերպած դիսկոտեկին, վարչաբենդին։ Ինչ կասեք այս մասով։ Ես չէի ուզենա իհարկե հրիփսի մեջ անդրադառնալ այդ հարցին, բայց ովքեր են գնացել հանրության հատված, ինչ հատված։ Այո, նայած ինչ հատված եւ ինչքան, այսինքն դա չափանիշ չէ։ Եվ իհարկե միշտ էլ պիտի լինեն մոլորյալներ, միշտ էլ պիտի լինեն հավատացողներ, հուդաներ, դավաճաններ, բայց ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը ամուր է իր հավատամքով եւ իր համոզմունքներով եւ արժեքները պահելու հարցում, քանի որ արդեն բարձ է, որ արժեքների դեմ է պատերազմը, ինքնության դեմ է պատերազմը, դրա համար ասում եմ, սկսված է, հավատացեք, որ սկսված է արթնացումը, որտեղ չի կարող հայ ժողովուրդը ապրել առանց արժեքների, առանց ժառանգության, եւ ովքեր գնում են թմբուկ նայելու կամ նման բաների ես չէի ուզենա դուք արվեստի ներկայացնեք ժողովրդական, նաև հայերեն ազգային երգեր, հա, բայց տեսնում ենք, որ քաղաքական վենախավը, երբ հավաքվում է քեֆլատության, պարում են ռաբիս երաժշտության տակ եւ դա մատուցվում է, հա, առաջի դեմքով, սա արդյոք բացասական ազդեցություն չունենա, այսինքն չեն օրինակ դաշնակցությունը զուգահեռ նաև պարում էր հայրենասիրական երգերի։ Ընդհանրապես ես ուզում եմ զգուշացնել բոլորին, ովքեր ամբիոնային հնարավորություն ունեն, ովքեր բեմի հնարավորություն ունեն, թող զգուշ լինեն, որովհետև մեր ժողովուրդը շատ լավն է։
Եվ եթե այսօր մեր ժողովուրդը ինչ որ չափով մենք խոսեցինք, որ մոլորության մեջ է, բայց արթնացումը սկսված է, դրանում նաև մենք ենք, բոլորս ենք մեղավոր։ Մենք ինչ ենք տալիս մեր ժողովրդին եւ հետո մեղադրում ենք մեր ժողովրդին, նույնիսկ եթե ասեմ երաժիշտների իմաստով, արվեստի մոտ կանգնած մարդկանց, երգիչների, դուք ինչ եք տալիս եւ այսօր ինչի եք ասում, որ ժողովուրդը սրա պահանջ ունի։ Ոչ, մենք պատասխանատվությունից պիտի չխուսափենք։ Ամեն մեկս պետք է իր տեղը ունենա եւ այդ տեղը պետք է ծառայեցնի մեր ազգային եւ պետական շահերին։ Ազգային մշակույթը պահպանելը յուրաքանչյուրիս գործն է եւ դրա համար մենք պետք է ծառայություն մատուցենք, ոչ թե ասենք օգտագործենք այդ շնորհքը, որը որ աստվածատուր է մեր անձնական խնդիրները լուծելու համար։ Դրա համար, այսինքն տարբեր ես չէի ասի, որ վերնախավ կամ չգիտեմ ինչ եւ այլն, ընդհանրապես բոլորը թող զգուշ լինեն, ովքեր որ ամբիոնի եւ բեմի հնարավորություն ունեն, որտեղ յուրաքանչյուր մարդ ով դեր է խաղում մեր ժողովրդի եւ հատկապես մեր մատաղ սերնդի, մեր երեխաների լեզվամտածողության վրա օդար ազդեցություն ունենալ, իրենք հանցագործ են նաեւ։